Բարև ձեզ հետ Էման է։ Հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Հեռացրեք իմ որդուց այդ պրակտիկան տուհուն, գոռում էր կինը մորթյա բաճկոնով ու ադամանդներով։ Նա չգիտեր, որ այդ աղջիկը կնճռոտ խալաթով ու կրունկներով միակ բժիշկն էր, ով կարող էր փրկել իր երեխայի կյանքը։ Մինչ սկսենք, գրեք, թե որտեղից եք մեզ դիտում։ Մեզ շատ է հետաքրքրում։ Մաղթում ենք ձեզ հաճելի լսում։ Փետրվարյան գիշերը ծանր խոնավ ձյունով ընկավ քաղաքի վրա։ Մեծ ձյան փաթիլները թռչում էին կողքի, փակելով Երևանի մանկական քաղաքային հիվանդանոցի ընդունարանի պատուհանները և մուտքի մոտ լապտերը ճոճվում էր քամուց, դեղին բծեր նետելով ձյունապատ աստիճանների վրա։ Ներսում լռություն էր, այն հատուկ հիվանդանոցային լռությունը, երբ յուրաքանչյուր ձայն հնչում է երկար միջանցքներով։ Որևէ տեղ ջուր էր կաթում ձորակից, ճակճկում էր հին ջեռուցիչը պատուհանի տակ, իսկ գրանցման ապակե պատնեշի հետևում պատի ժամացույցը մեղմ տկտկում էր, ցույց տալով առանց քառորդ 3-ը։ Աննա Հովհաննիսյանը նստած էր, ոտքերը ծալած բազմոցի վրա, որը ծածկված էր շագանակագույն դերմատինով։ Նրա առջև լրագրային սեղանիկի վրա կար սառած թեյի բաժակ ու բացված տետր։ Նա գրառումներ էր անում հոդվածի համար, որը խոստացել էր հանձնել բժշկական ամսագրին դեռ անցյալ շաբաթ։ Առաստաղի լամպը թեթևակի գոռում էր, և Աննան ժամանակ առ ժամանակ բարձրացնում էր գլուխը, լսելով ոչ թե լամպին, այլ բաժանմունքի լռությանը։ Լռությունը լավ նշան էր։ Նշանակում է երեխաները պալատներում հանգիստ են քնում։ Հերթապահ բուժքույր Լուսինեն նստած է տեղում ու թերթում է հեռախոսը, և կարելի է ևս կես ժամ մնալ մենակ տետրի հետ։ Նա 28 տարեկան էր, բայց կնճռոտ սպիտակ խալաթով, մոխրագույն գոլֆի վրա, մաշված կրունկներով ու կարճ սանրվածքով, որը ինքն էր ուղում 2 ամիսը մեկ, Աննան թվում էր հազիվ 22 տարեկան։ Առանց դիմահարդարման մի փոքր այտուցված քնի պակասից աչքերով ու բարակ դաստակներով, որոնք դուրս էին ցցվում խալաթի լայն թևերից, նա ավելի շատ հիշեցնում էր ավագ կուրսի ուսանողուհու, քան բժշկական գիտությունների թեկնածուի։ Դիսերտացիան նա պաշտպանել էր 26 տարեկանում, երեխաների հազվագյուտ աուտոիմուն վիճակների թեմայով, և այդ ժամանակվանից աշխատում էր այստեղ, սովորական քաղաքային հիվանդանոցում, ոչ թե նորաձև մասնավոր կլինիկաներում, որտեղ նրան բազմիցս էին հրավիրել։ Այստեղ ծանր երեխաներ էին, գիշերային հերթապահություններ և աշխատավարձ, որով հատկապես չես շռայլի։ Բայց այստեղ իսկական էր։ Նա ինքն էր ընտրում գիշերային հերթապահությունը։ Ցերեկը գալիս էին պլանային հիվանդներ, ուղեգրերով, փաստաթղթերով, ամեն ինչ կարգին ու չափավոր, իսկ գիշերը բերում էին նրանց, ում չէին սպասում։ Բարդ դեպքեր, անորոշ ախտորոշումներ, վահեցած ծնողներ։ Աննան սիրում էր այս աշխատանքը ոչ թե այն պատճառով, որ սիրում էր ադրենալինը, այլ որովհետև հենց գիշերը բժիշկից էր ամենաշատը կախված։ Նա խմեց սառը թեյը, դեմքը խոժորեց և ձեռքը մեկնեց էլեկտրական թեյնիկին, պատուհանագոգին, երբ միջանցքից լսվեց արագ կրունկների ձայնը հատակին։ Ոչ բուժքույրական փափուկներ բաններ, հենց կրունկներ, զանգվածային ու սուր, իսկ հետո ձայն, որը կտրեց գիշերային լռությունը ինչպես շտապօգնության ազդանշանը։ Որտեղ է բաժանմունքի վարիչը, ինձ բժիշկ է պետք։ Անմիջապես։ Աննան դրեց բաժակը, ոտքերը մտցրեց կրունկների մեջ և դուրս եկավ միջանցք։ Գրանցման սեղանի մոտ կանգնած էր կին, և առաջինը, ինչը ընկավ աչքերին, մորթյա բաճկոնն էր։ Նորկայի երկար, բացված, նրա տակ երևում էր ինչ-որ մետաքսյա ու թանկարժեք բան։ Մատներին փայլում էին մատանիներ, եղունգները ծածկված էին անթերի մուգ բալի գույնի լաքով, և նրանից հոտ էր գալիս համառ քաղցր բուրմունք։ Մազերը, որոնք դասավորված էին նույնիսկ ժամը 3-ին, մի փոքր էին խառնվել, և դա կարծես ավելի էր նյարդայնացնում կնոջը։ Ձեռքերին նա պահում էր երեխային, 4 տարեկան տղա, ով անշարժորեն գլուխը դրել էր նրա ուսին։ Արամիկի աչքերը կիսափակ էին, այտերը վառվում էին անառողջ վար կարմրությամբ, և նույնիսկ մի քանի քայլ հեռվից Աննան տեսնում էր, թե ինչպես է նա թեթևակի դողում։
Հերթապա բուժքույր Լուսինեն արդեն դուրս էր եկել եւ կանգնած էր կնոջ առջև, փորձելով ինչ-որ բան ասել, բայց նա չէր թողնում խոսք տեղադրել։ Ես հարցնում եմ, որտեղ է վարիչը, դուք չեք հասկանում, երեխայի մոտ ջերմություն է, ինձ պետք է նորմալ մասնագետ, ոչ թե ձեր այս գրանցարանը։ Լուսինեն, ով 20 տարի աշխատել է ընդունարանում եւ ամեն ինչ տեսել էր, փորձեց հանգիստ պատասխանել. հանգստացեք հիմա, պետք չէ։ Ինձ հանգստացեք մի ասեք, ձայնը կոտրվեց բարձրաձայն։ Գիտեք ով է իմ ամուսինը, մեկ զանգ եւ ձեզ բոլորիդ այստեղից կհեռացնեն, բոլորիդ։ Նա փորձեց մի ձեռքով հեռախոսը հանել պայուսակից առանց երեխային բաց թողնելու։ Հեռախոսը սայթաքեց զանգվածային հնչյունով եւ ընկավ։ Կինը անպարկեշտ խոսք ասաց ատամների արանքով։ Աննան մոտեցավ, իջավ կռացած, բարձրացրեց հեռախոսը եւ հետ տվեց։ Հետո ուղղվեց եւ ասաց հավասար ձայնով. Ես հերթապա բժիշկն եմ, թողեք ես զննեմ երեխային, գնանք զննասենյակ։ Կինը վերևից ներքև նայեց նրան, կնճռոտ խալատ, կրունկներ, ոչ պեյջ, ոչ ցուցանակ։ Աննան մոռացել էր այն, կնոջ շուրթերը սեղմվեցին բարակ գծի։ Դուք բժիշկ եք։ Ձայնում այնքան անվստահություն կար, որ բժիշկ բառը հնչեց գրեթե որպես վիրավորանք։ Քանի տարեկան եք։ 20։ Դուք հավանաբար բուժքույր եք կամ պրակտիկանտուհի, կանչեք իսկական բժիշկ, մեծահասակ։ Ես հերթապա բժիշկն եմ, կրկնեց Աննան, նույն հավասար տոնով, եւ հիմա ես միակ բժիշկն եմ ընդունարանում։ Վարիչը կգա, եթե անհրաժեշտ լինի, բայց նախ պետք է զննեմ ձեր որդուն։ Ինչպես է նրա անունը։ Արամիկ։ Կինը ասաց դա մեքենայաբար, հետո խուճապվեց։ Ինձ հերթապահը պետք չէ, ինձ պետք է լավագույնը, կանչեք վարիչին, հիմա։ Լուսինեն նայեց քարտին, որը սկսել էր լրացնել։ Անցեք զննասենյակ, որտեղից գիտեք իմ անունը, վեր կացավ նա։ Դուք ինքներդ եք թելադրել տվյալները, երբ մտաք, համբերատար պատասխանեց Լուսինեն։ Աննան արդեն գնում էր դեպի զննասենյակ, առանց հետ նայելու։ Նա գիտեր, որ մայրը կգա հետևից, որովհետև ինչ էլ ասեր կինը, երեխան նրա ձեռքերում այրվում էր, եւ դա ավելի ուժեղ էր ցանկացած ամբիցիայից։ Այդպես էլ եղավ։ 10 վայրկյանից Վիկտորիա Մկրտչյանը մտավ զննասենյակ, դեռ սեղմած որդուն կրծքին։ Աննան արդեն փռել էր մեկ անգամյա անձեռոցիկ եւ հագել էր ձեռնոցներ։ Դրեք նրան այստեղ, խնդրում եմ, զգուշորեն մեջքի վրա։ Վիկտորիան մի փոքր սպասեց, հետո զգուշորեն իջեցրեց տղային։ Արամիկը հանգիստ հառաչեց, առանց աչքերը բացելու, եւ ձեռքը մեկնեց մոր կողմը։ Վիկտորիան բռնեց նրա ափը եւ կանգնեց կողքին, ոչ մի քայլ չհեռանալով։ Աննան արագ ու հավաքված աշխատում էր։ Նախ չափեց ջերմաստիճանը 39.8, հետո խոնարհվեց եւ սկսեց զննել երեխայի մաշկը։ Արամիկի կրծքին եւ որովայնին երևում էր ցան, մանր կետավոր, վարդագույն, մի փոքր ուռուցիկ շոշափելիս։ Աննան ուշադրություն դարձրեց դրան, անցկացրեց մատով։ Ցանը չէր անհետանում ապակու ճնշումից։ Ստուգեց պարանոցը, ականջների հետևում, արմունկային ծալքերում։ Սա նման չէր ալերգիայի, նման չէր կարմրուկի։ Ցանի տեղադրությունը եւ բնույթը խոսում էին ուրիշ բանի մասին։ Աննան զգուշորեն շոշափեց լիմֆահանգույցները կզակի տակ, մեծացած։ Խնդրեց Արամիկին բացել բերանը։ Կոկորդը կարմիր էր։ Հետո մեղմորեն բռնեց նրա ոտքը, ծալեց ծնկին, ստուգեց հոդը։ Տղան դողաց եւ լաց եղավ։ Ինչ եք անում, ցավացնում եք։ Վիկտորիան առաջ շարժվեց։ Ես ստուգում եմ հոդերը։ Վիկտորիա, պետք է ձեզ մի քանի հարց տամ։ Դա կարևոր է։ Արամիկը 2-3 շաբաթ առաջ հիվանդացել էր։ Ինչ կապ ունի դա։ Խնդրում եմ պատասխանեք։ Անգինա էր, կոկորդի ցավ, բարձր ջերմություն։ Վիկտորիան խոժոռվեց, հիշելով. Այո, եղել է։ 3 շաբաթ առաջ կոկորդը ցավում էր, ջերմաստիճանը բարձրանում էր։ Բժիշկ ենք կանչել։ Ասաց ոչինչ սարսափելի չէ։ Նշանակեց կոկորդի սփրեյ եւ օղողումներ։ 3 օր հետո ամեն ինչ անցավ։ Հակաբյուջիկներ նշանակել էին։ Ոչ, բժիշկն ասաց պետք չէ։ Ինչի համար է երեխային ավելորդ անգամ թմբուկել։ Արամիկը դրանից հետո բողոքում էր ոտքերի ցավից։ Միգուցե ծնկներում կամ արագ էր հոգնում, չէր ուզում վազել։ Վիկտորիան գունատվեց, լռեց, հետո դանդաղ գլխով արեց։ Այո, մտածում էի պարզապես քմահաճ է լինում։ Ասում էր ոտքերս ցավում են, բայց նա տղա է։ Միշտ ինչ-որ բանի վրա եմ բողոքում։ Աննան ուղվեց։ Մի վայրկյան նա սառեց, եւ Լուսինեն, ով կանգնած էր դրան մոտ, տեսավ, թե ինչպես փոխվեց երիտասարդ բժիշկուհու դեմքը։ Փափուկ գծերը կարծես սրացան, աչքերը դարձան լուրջ եւ շատ հասուն։ Լուսի, արյուն վերցրու, անմիջապես, կլինիկական անալիզ,
C-ռեակտիվ սպիտակուցով, ASLO եւ ռևմատոիդ գործոն, EKG եւ կանչիր կարդիոլոգին, թող գա։ Լուսինեն գլխով արեց եւ արագ դուրս եկավ։ Վիկտորիան կանգնած էր պահած որդու ձեռքը, եւ նրա դեմքը փոխվում էր, ագրեսիան իջնում էր, բացահայտելով այն, ինչ այդ ամբողջ ժամանակ եղել էր նրա տակ՝ վախը։ Մերկ նախնական վախ մոր, իր երեխայի համար։ Ինչ է նրա հետ։ Ձայնը դարձավ հանգիստ։ Ինչու եք լռում։ Ասեք ինձ, սա ինչ է։ Աննան շրջվեց դեպի նա։ Նա չսկսեց խոսել շրջանաձև արտահայտություններով, չթաքցրեց բժշկական տերմինների հետևում։ Կարծում եմ Արամիկի մոտ սուր ռևմատիկ տենդ է։ Սա բարդություն է ստրեպտոկոկային անգինայից հետո, որը չի բուժվել հակաաբիոտիկներով։ Ստրեպտոկոկը մարմնում գործարկել է աուտոիմուն ռեակցիա։ Իմունիտետը հարձակվում է սեփական հյուսվածքների, հոդերի, մաշկի եւ սրտի վրա։ Ինձ պետք է հաստատել սա անալիզներով եւ EKG-ով, բայց ես գրեթե համոզված եմ։ Մենք սկսում ենք թերապիան հենց հիմա, առանց սպասելու արդյունքներին, որովհետեւ այս դեպքում ժամանակը ամեն ինչ է։ Վիկտորիան նայում էր նրան, եւ շուրթերը դողում էին։ Ամբողջ փայլը, բոլոր մատանիները, մորթյա բաճկոնը եւ սպառնալիքները։ Գիտեք ով է իմ ամուսինը։ Ամեն ինչ փլուզվեց, եւ Աննայի առջև կանգնած էր պարզապես կին, ով հենց նոր լսել էր, որ իր 4 տարեկան որդու սրտին վտանգ է սպառնում։ Սիրտը, շշնջաց նա, բայց ինչպես։ Սա սովորական անգինա էր։ Անգինան երբեք սովորական չի լինում, մեղմ ասաց Աննան, հատկապես փոքր երեխաների մոտ, բայց հիմա ժամանակը չէ դրա մասին խոսելու։ Հիմա գլխավորը բուժումը սկսելն է։ Նա արդեն լցնում էր շպրիցը, պատրաստում կաթիլային համակարգը։ Ձեռքերը շարժվում էին վստահորեն, առանց մեկ ավելորդ շարժման։ Վիկտորիան հանկարծ հասկացավ, որ այս աղջիկը կնճռոտ խալաթով եւ կրունկներով, ում նա 5 րոպե առաջ անվանում էր պրակտիկանտուհի, հստակ գիտի, թե ինչ է անում։ Յուրաքանչյուր ժեստ հաշվարկված էր, յուրաքանչյուր շարժում իմաստալից։ Սա երևում էր նույնիսկ ոչ մասնագետի հայացքով, ինչպես երևում է տարբերությունը սկսնակ վարորդի եւ նրա միջև, ով հազարավոր ժամեր է անցկացրել ղեկին։ Արամիկին դրեցին կաթիլային համակարգ, միացրին կարդիոմոնիտորին։ Էկրանի կանաչ թվերը թարթեցին հավասար ռիթմով, եւ Աննան մի քանի վայրկյան նայեց դրանց, մի փոքր կկոցելով աչքերը։ Հետո թեթևակի գլխով արեց ինքն իրեն եւ ծածկեց տղային վերմակով։ Վիկտորիան նստեց աթոռին զննասենյակի անկյունում։ Մորթյա բաճկոնը սահեց մյուսից, բայց նա չնկատեց։ Հեռախոսը մնացել էր գրպանում։ Նա այլևս ոչ ոքի չէր զանգում։ 40 րոպե հետո միջանցքում լսվեցին ծանր օդնաձայներ։ Դուրը բացվեց եւ զննասենյակ մտավ Իշխան Զաքարյանը, բաժանմունքի վարիչը։ Խոշոր ծանրակշիռ տղամարդ, 58 տարեկան, խիտ մոխրագույն բեղերով եւ պարկերով աչքերի տակ, որոնք ցույց էին տալիս մարդու, ով սովոր է քիչ քնել եւ զարթնել զանգից։ Նրա վրա կար վերարկու, տանը հագնված սվիտերի վրա եւ կոշիկներ հստակ բոբիկոտքերի վրա հագած։ Վիկտորիան վեր թռավ աթոռից։ Վերջապես, բժիշկ, խնդրում եմ նայեք իմ որդուն։ Նրան այստեղ ինչ-որ բան են ներարկում, ինչ-որ կաթիլային համակարգ էր։ Ես չգիտեմ ճիշտ է թե ոչ։ Նա չոտասխանեց։ Մոտեցավ կուշետկային, նայեց մոնիտորին, վերցրեց պլանշետը նշանակումներով, որը Աննան լրացրել էր իր մանր տառերով։ Շրջեց էջը, նայեց երեխային, բարձրացրեց շապիկի եզրը, զննեց ցանը, գլխով արեց։ Հետո շրջվեց դեպի Վիկտորիան։ Ինչպես է ձեր անունը։ Վիկտորիա։ Իշխանը խոսում էր հանգիստ, գործնական տոնով։ Ինչպես հաղորդում են փաստեր։ Ձեր որդուն բախտ վիճակվեց, որ այսօր հերթապահ էր հենց Աննան։ Նա բժշկական գիտությունների թեկնածու է, երեխաների աուտոիմուն բարդությունների ոլորտում առաջատար մասնագետներից մեկը։ Նրա մոտ խորհրդատվության համար գրանցվում են 2 ամիս առաջ։ Նա ձեր որդուն ախտորոշում դրեց 12 րոպեում եւ սկսեց թերապիան։ Մեկ ուրիշ հերթապահ բժիշկ կարող էր ախտորոշման վրա ծախսել 1 օր։ Կկանչեր առավոտյան վարակաբանին, նա կնշանակեր լրացուցիչ անալիզներ, կսպասեին արդյունքներին։ Իսկ այս դեպքում յուրաքանչյուր ժամ ուշացումը սրտի փականների վնասման ռիսկ է։ Նա ասաց դա ոչ թե Վիկտորիային տեղը դնելու, ոչ թե հաշվեհաշվով անելու համար։ Նա ասաց դա այնպես, ինչպես վարիչը հաղորդում է հիվանդի մորը տեղեկատվություն բուժող բժիշկի մասին, որովհետև նա իրավունք ունի իմանալու, թե ով է եւ ինչ որակավորում ունի իր երեխային բուժողը։ Բայց հենց այդ գործնականությունը ավելի ուժեղ ազդեց, քան ցանկացած հանդիմանք։
Վիկտորյան կանգնած էր անշարժ։ Բերանը բացվեց եւ փակվեց։ Նա հայացքը տեղափոխեց Աննայի վեղ, ով այդ պահին ստուգում էր կաթիլային համակարգի արագությունը եւ ուղղում վերմակը Արամիկի վրա։ Եվ առաջին անգամ իսկապես տեսավ նրան։ Ոչ գրունկներով աղջիկ, ոչ պրակտիկանտուհի, այլ բժիշկ, ով ժամը 3-ին դատարկ ընդունարանում, առանց մեկ խոսք հանդիմանքի վիրավորանքի համար, լուր փրկում էր իր որդուն։ Վիկտորյան դանդաղի չավաթորին, սեղմեց ափերը դեմքին։ Ուսերը մանր դողացին, մորթյա բաճկոնը վերջնականապես ընկավ հատակին եւ նա նույնիսկ չծալվեց այն բարձրացնելու։ Մատանիները մատներին փայլեցին լամպի լույսի տակ, երբ նա սրբում էր աչքերը ոչ թե վիրավորվածության կամ զայրույթի արցունքներով, այլ այն արցունքներով, որոնք գալիս են, երբ հանկարծ հասկանում ես, թե որքան մատ է անցել վտանգը։ Իշխանը նայեց Աննային ակնոցների վրայից։ Նա թեթևակի ուսերով արեց, սովորական ժեստ, որը նշանակում էր ամեն ինչ վերահսկողության տակ է։ Նա գլխով արեց, դրեց ձեռքը նրա ուսին կարճ հայրական ձևով եւ գնաց դեպի ելք։ «Հոսպիտալացնում ենք բաժանմունք», ասաց նա արդեն դրան մոտից։ «Աննա, ձևակերպեք, առավոտյան կգամ շրջայցի»։ Դուռը փակվեց նրա հետևից։ Զննասենյակում մնացին միայն մոնիտորի հանգիստ ծպծպոցը, կաթիլների մեղմ ձայնը կաթիլային համակարգում եւ երկու կին, մեկը մորթյա բաճկոնով հատակին եւ մատանիներով, մյուսը կնճռոտ խալաթով եւ գրունկներով։ Նրանց միջև կուշետկայի վրա քնած էր 4 տարեկան տղան եւ գլխավերևում էկրանի կանաչ թվերը հավասարաչափ հաշվում էին փոքրիկ սրտի հարվածները, որոնք այդ գիշեր ժամանակին սկսել էին փրկել։ Արամիկին առավոտյան տեղափոխեցին բաժանմունք, երբ հիվանդանոցի պատուհաններից սկսեց մոխրագույնել եւ ձյունն ի վերջո դադարեց։ Պալատը երկտեղանոց էր, բայց երկրորդ մահճակալը դատարկ էր, եւ Վիկտորիան իմանալով դա անմիջապես պահանջեց, որ պալատը ամբողջությամբ ամրացնեն իրենց։ Ավագ բուժքույրը կարճ քիմիական գանգուրներով կին եւ շուրթերը սեղմելու սովորությամբ նայեց Վիկտորիային ակնոցների վրայից։ Ուզում էր ինչ-որ բան ասել, բայց հետո պարզապես ձեռքով արեց։ Պալատն այնուամենայնիվ ազատ է, իսկ այս մայրիկի հետ վիճելն ավելի թանկ է։ Առաջին անալիզները եկան ճաշի ժամին եւ հաստատեցին ամեն ինչ, ինչ Աննան գիշերը կասկածել էր։ Ասլոուն ստրեպտոկոկի նկատմամբ հակամարմինները գերազանցում էին նորման։ Սերիակտիվ սպիտակուցը ցույց էր տալիս սուր բորբոքում։ EKG-ում կարդիոլոգը տեսավ փոփոխություններ, որոնք խոսում էին կարդիտի, սրտի մկանների բորբոքման մասին։ Ախտորոշումը վերջնական էր՝ սուր ռևմատիկ տենդ սրտի վնասմամբ։ Վիճակը լուրջ է, բայց ոչ կրիտիկական, շնորհիվ այն բանի, որ թերապիան սկսել են գիշերը, այլ ոչ թե սպասել առավոտին։ Աննան մտավ պալատ ճաշից հետո, ոչ իր հերթապահության ժամանակ, պարզապես այցելելու։ Արամիկը պառկած էր կաթիլային համակարգի տակ, գունատ, աչքերի տակ մուգ շրջանակներով, բայց արդեն ոչ այնքան անշարժ, ինչպես գիշերը։ Կողքին սեղանիկի վրա կար պլաստիկ տարա տնային սննդով։ Վիկտորիան տանից բերել էր հավի արգանակ տերմոսով եւ շովի խաշած կոտլետներ։ Հիվանդանոցային ճաշը, հեղուկ շիլա եւ չոր մրգերից կոմպոտ, անհպում մնացել էր սկուտեղի վրա։ Վիկտորիան նստած էր աթոռին մահճակալի մոտ, ուղիղ մեջքով, օդքը օդքի վրա, եւ թերթում էր հեռախոսը։ Աննայի հայտնվելուն պես նա բարձրացրեց գլուխը եւ հայացքում փայլեց ինչ-որ տարօրինակ բան, ոչ թե անշնորհակալություն, այլ ավելի շուտ շփոթմունք։ Կարծես չգիտեր, թե ինչպես խոսել այս աղջիկա հետ։ Գիշերվա արդյունքները մոռացվել էին, ավելի ճիշտ մղվել էին խորքը, եւ ցերեկային Վիկտորիան կրկին հագել էր իր սովորական դիմակը, խնամված, վստահ, վերահսկող։ Ինչպես է նա, հարցրեց նա գլխով ցույց տալով որդուն։ Ավելի լավ, քան գիշերը։ Աննան մոտեցավ մահճակալին, նայեց մոնիտորին, ստոգեց նշանակումները թերթում։ Ջերմաստիճանը իջնում է, բայց մեզ պետք է առնվազն 3-4 շաբաթ այստեղ, Վիկտորիա, գուցե ավելի երկար։ Հետո երկարատև վերականգնում եւ կարդիոլոգի դիտարկում առնվազն 1 տարի։ 4 շաբաթ, կրկնեց Վիկտորիան, եւ դեմքից երևում էր, որ նա արագ հաշվարկում է գլխում ոչ թե օրերը, այլ գումարները։ Ինչքան կարժենա դա։ Հետո հիշեց, որ սա պետական հիվանդանոց է եւ մի փոքր հանգստացավ։ Արամիկ, Աննան խոնարհվեց տղայի մոտ եւ շպտաց. «Բարև, հիշում ես ինձ, ես բժիշկ Աննան եմ, մենք գիշերը տեսել ենք իրար»։ Արամիկը նայեց նրան վերմակի տակից զգուշորեն, հետո հանգիստ հարցրեց. «Իսկ ներարկում կլինի»։ «Այսօր արդեն ոչ, այսօր միայն կաթիլը կկաթի եւ վերջ, տեսնում ես ինչպես է հանգիստ կաթում։ Սա օգնական դեղորայք է, այն քո ներսում փնտրում է չար միկրոբներին եւ դուրս է մղում նրանց»։ Տղան աչքերը շեղեց դեպի կաթիլային համակարգը, մտածեց. իսկ գտնում է նրանց։ Անպայման կգտնի,
այն շատ լավ է փնտրում։ Արամիկը թեթևակի շպտաց, առաջին անգամ օրվա ընթացքում։ Վիկտորիան լուր դիտում էր դա։ Ոչ մեկը նրա կանչած թանկարժեք մասնավոր բժիշկներից տանը չէր խոսում իր որդու հետ։ Նրանք դիմում էին իրեն, մորը, երեխայի գլխով անցնելով։ Կարծես 4 տարեկան տղան մարդ չէր, այլ ախտանիշների հավաքածու։ Առաջին շաբաթվա վերջին Վիկտորիան ընտելացավ հիվանդանոցային կյանքին, թեև դա նրան դժվարությամբ էր տրվում։ Նա սովոր էր մեկ այլ աշխարհի, կաշվե բազմոցներով, ընդունարաններով, մասնավոր կլինիկաներ, բժիշկներ, որոնք դիմավորում էին նրան անուն-ազգանունով եւ առաջարկում սուրճ զննումից առաջ։ Այստեղ մաշված հատակներ էին, մաշված պատեր, հերթ ընթացակարգային սենյակում եւ զուգարան միջանցքի վերջում։ Այստեղ հարևան պալատներում լացել էին լինում օտար երեխաներ, իսկ առավոտյան ժամը 6-ին միջանցքով աղմուկով անցնում էր նախաճաշի սայլակը։ Եվ այդ ձայնից Վիկտորիան ամեն անգամ ցնցվում էր իր ծալովի մահճակալի վրա։ Նա փորձում էր իներցիայով հրամայել, ինչպես սովոր էր, խնդրում էր բուժքույրերին գալ որոշակի ժամին, ոչ թե երբ իրենց հարմար է։ Պահանջում էր, որ մաքրողուհին օրական 2 անգամ լվա պալատը։ Մի անգամ միջանցքում կանգնեցրեց երիտասարդ բուժքույրին եւ սկսեց հաշվեհաշվով անել նրան, որ կաթիլային համակարգը դրել են նշանակված ժամից 5 րոպե ուշ։ Նա կարմրեց մինչև մազերի արմատները եւ գնաց առանց պատասխանելու։ Գլխավոր բուժքույրը, ով դա տեսել էր, ավելի ուժեղ սեղմեց շուրթերը, քան սովորաբար, բայց լռեց, տեսել էր նաեւ ավելի վատ բաներ։ 4-րդ օրը Վիկտորիան մոտեցավ Աննային երեկոյան շրջայցից հետո։ Շուրջը նայեց, համոզվեց, որ միջանցքում ոչ ոք չկա եւ պայուսակից հանեց ծրարը։ Սպիտակ, խիտ, առանց գրառումների։ Աննա, սկսեց նա այն տոնով, որով սովոր էր լուծել հարցերը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ գիշերվա համար։ Դուք իսկապես օգնեցիք։ Խնդրում եմ վերցրեք։ Նա մեկնեց ծրարը։ Աննան նայեց ծրարին, հետո Վիկտորիային։ Վիկտորիա, ինձ դա պետք չէ։ Իրոք, ես անում եմ իմ աշխատանքը, բայց ես ուզում եմ։ Ավելի լավ է Արամիկի համար գնեք լավ վիտամիններ դուրս գրվելիս։ Ես կգրեմ, թե որոնք են պետք նրան իմունիտետը պահպանելու կուրսի համար բուժումից հետո։ Եվ լավ մանկական ձկան յուղ։ Դա ավելի օգտակար կլինի։ Վիկտորիան լռեց, սեղմելով ծրարը ձեռքում, հետո հետ դրեց այն պայուսակի մեջ։ Նրա դեմքին այն արտահայտությունն էր, որը Աննան արդեն սովորել էր ճանաչել։ Ջերմաստիճանը իջնում է, բայց մեզ պետք է առնվազն 3-4 շաբաթ այստեղ, Վիկտորիա, գուցե ավելի երկար։ Հետո երկարատև վերականգնում եւ կարդիոլոգի դիտարկում առնվազն 1 տարի։ 4 շաբաթ, կրկնեց Վիկտորիան, եւ դեմքից երևում էր, որ նա արագ հաշվարկում է գլխում ոչ թե օրերը, այլ գումարները։ Ինչքան կարժենա դա։ Հետո հիշեց, որ սա պետական հիվանդանոց է եւ մի փոքր հանգստացավ։ Արամիկ, Աննան խոնարհվեց տղայի մոտ եւ շպտաց. Բարև, հիշում ես ինձ, ես բժիշկ Աննան եմ։ Մենք գիշերը տեսել ենք իրար։ Արամիկը նայեց նրան վերմակի տակից զգուշորեն, հետո հանգիստ հարցրեց. Իսկ ներարկում կլինի։ Այսօր արդեն ոչ, այսօր միայն կաթիլը կկաթի եւ վերջ։ Տեսնում ես ինչպես է հանգիստ կաթում։ Սա օգնական դեղորայք է։ Այն քո ներսում փնտրում է չար միկրոբներին եւ դուրս է մղում նրանց։ Տղան աչքերը շեղեց դեպի կաթիլային համակարգը, մտածեց. իսկ գտնում է նրանց։ Անպայման կգտնի, այն շատ լավ է փնտրում։ Արամիկը թեթևակի շպտաց, առաջին անգամ օրվա ընթացքում։ Վիկտորիան լուր դիտում էր դա։ Ոչ մեկը նրա կանչած թանկարժեք մասնավոր բժիշկներից տանը չէր խոսում իր որդու հետ։ Նրանք դիմում էին իրեն, մորը, երեխայի գլխով անցնելով։ Կարծես 4 տարեկան տղան մարդ չէր, այլ ախտանիշների հավաքածու։ Առաջին շաբաթվա վերջին Վիկտորիան ընտելացավ հիվանդանոցային կյանքին, թեև դա նրան դժվարությամբ էր տրվում։ Նա սովոր էր մեկ այլ աշխարհի, կաշվե բազմոցներով, ընդունարաններով, մասնավոր կլինիկաներ, բժիշկներ, որոնք դիմավորում էին նրան անուն-ազգանունով եւ առաջարկում սուրճ զննումից առաջ։ Այստեղ մաշված հատակներ էին, մաշված պատեր, հերթ ընթացակարգային սենյակում եւ զուգարան միջանցքի վերջում։ Այստեղ հարևան պալատներում լացել էին լինում օտար երեխաներ, իսկ առավոտյան ժամը 6-ին միջանցքով աղմուկով անցնում էր նախաճաշի սայլակը։ Եվ այդ ձայնից Վիկտորիան ամեն անգամ ցնցվում էր իր ծալովի մահճակալի վրա։ Նա փորձում էր իներցիայով հրամայել, ինչպես սովոր էր, խնդրում էր բուժքույրերին գալ որոշակի ժամին, ոչ թե երբ իրենց հարմար է։ Պահանջում էր, որ մաքրողուհին օրական 2 անգամ լվա պալատը։ Մի անգամ միջանցքում կանգնեցրեց երիտասարդ բուժքույրին եւ սկսեց հաշվեհաշվով անել նրան, որ կաթիլային համակարգը դրել են նշանակված ժամից 5 րոպե ուշ։
Նա կարմրեց մինչև մազերի արմատները և գնաց առանց պատասխանելու։ Գլխավոր բուժքույրը, ով դա տեսել էր, ավելի ուժեղ սեղմեց շուրթերը, քան սովորաբար, բայց լռեց, տեսել էր նաև ավելի վատ բաներ։ 4-րդ օրը Վիկտորիան մոտեցավ Աննային երեկոյան շրջայցից հետո։ Շուրջը նայեց, համոզվեց, որ միջանցքում ոչ ոք չկա և պայուսակից հանեց ծրարը։ Սպիտակ, խիտ, առանց գրառումների։ Աննա, սկսեց նա այն տոնով, որով սովոր էր լուծել հարցերը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ գիշերվա համար։ Դուք իսկապես օգնեցիք։ Խնդրում եմ վերցրեք։ Նա մեկնեց ծրարը։ Աննան նայեց ծրարին, հետո Վիկտորիային։ Վիկտորիա, ինձ դա պետք չէ։ Իրոք, ես անում եմ իմ աշխատանքը, բայց ես ուզում եմ։ Ավելի լավ է Արամիկի համար գնեք լավ վիտամիններ դուրս գրվելիս։ Ես կգրեմ, թե որոնք են պետք նրան իմունիտետը պահպանելու կուրսի համար բուժումից հետո։ Եվ լավ մանկական ձկան յուղ։ Դա ավելի օգտակար կլինի։ Վիկտորիան լռեց, սեղմելով ծրարը ձեռքում, հետո հետ դրեց այն պայուսակի մեջ։ Նրա դեմքին այն արտահայտությունն էր, որը Աննան արդեն սովորել էր ճանաչել։ Ոչ վիրավորանք, այլ անհասկացություն։ Վիկտորիան սովոր էր աշխարհին, որտեղ ամեն ինչ լուծվում էր փողով, որտեղ շնորհակալությունը ուներ կոնկրետ գումար և արտահայտվում էր ծրարով։ Փողերից հրաժարվելը չէր տեղավորվում նրա աշխարհայացքում, և նա չգիտեր, թե ինչպես արձագանքել դրան։ Իսկ հետո նա սկսեց դիտարկել։ Վիկտորիա Մկրտչյանը խելացի կին էր, փչացած այո, բայց ոչ հիմար։ Եվ երբ առաջին շոկն անցավ, երբ նա դադարեց վախենալ Արամիկի կյանքի համար և հասկացավ, որ բուժումը ճիշտ է ընթանում, նա սկսեց նկատել այն բաները, որոնց վրա նախկինում ուշադրություն չէր դարձնի։ Նկատեց, որ Աննան գալիս է Արամիկի մոտ ոչ միայն իր հերթապահությունների ժամանակ։ Առավոտյան գալիս էր հերթապահությունից առաջ, ստուգելու անալիզները, ստետոսկոպով լսելու սիրտը, նայելու ցանին, որը օրեցօր գունատվում էր։ Երեկոյան գալիս էր, եթե մնում էր հիվանդանոցում փաստաթղթերով։ Ամեն անգամ խոսում էր տղայի հետ ոչ ֆորմալ, ոչ բժշկորեն, այլ մարդկորեն։ Պարզ բառերով բացատրում էր յուրաքանչյուր ընթացակարգ։ Հիմա մենք կլսենք, թե ինչպես է քո սրտիկը խփում։ Այմ ներսում է, ինչպես թմբկահար, տուկ։ Արամիկը դադարում էր վախենալ և նույնիսկ սկսում էր ժպտալ։ 6-րդ օրը Աննան բերեց նրան գրքույկ, բարակ, փափուկ կազմով, վառ նկարներով և կպչուններով։ Արամիկը 2 ձեռքերով բռնեց այն և մինչև երեկո չթողեց։ Երբ Վիկտորիան հարցրեց, թե որքան արժե գրքույկը, փող տալու համար, Աննան ձեռքով արեց։ Սա օրդինատորիայից է, մենք ամբողջ տուփ ունենք։ Ծնողները թողնում են դուրս գրվելուց հետո։ Արամիկը սկսեց սպասել բժիշկ Աննային։ Երբ նա մտնում էր պալատը, տղան բարձրացնում էր գլուխը բարձից և ձեռքը մեկնում ոչ զննման համար, այլ պարզապես որպեսզի նա սեղմի այն, ինչպես մեծահասակի։ Աննան ամեն անգամ լուրջ սեղմում էր նրա ձեռքը, և այդ փոքրիկ ձեռքսեղմումը դարձավ նրանց ռիտուալը։ Վիկտորիան նայում էր դրան և լռում։ Ինչ-որ բան նրա ներսում դանդաղ շարժվում էր, ինչպես ծանր կահույք սենյակում, որը տարիներ շարունակ առաջին անգամ էին տեղափոխում։ Հաջորդ շաբաթը սկսվեց անձրևով։ Փետրվարյան հալոցքը ձյունը վերածեց մոխրագույն հյուսի, և պատուհանից դուրս աշխարհը թվում էր խամրած ու անուշադիր։ Արամիկը ավելի լավ էր, ջերմաստիճանը վերջնական իջավ, ցանը գրեթե անցավ։ Նա արդեն խնդրում էր վեր կենալ մահճակալից, բայց Աննան դեռ չէր թույլ տալիս։ Կարդիոլոգը գալիս էր օրը մեկ անգամ, EKG էր անում, խոժոռվում, հետո ասում, որ դինամիկան դրական է, բայց ժամանակ է պետք։ Վիկտորիան ամեն օր գալիս էր հիվանդանոց առավոտյան ժամը 8-ին և հեռանում ուշ երեկոյան, երբ Արամիկը քնում էր։ Ավտոմեքենան Մերսեդեսը թողնում էր հիվանդանոցի կայանատեղիում, անձնակազմի մաշված մեքենաների կողքին։ Մորթյա Բաչկոնը մի քանի օր հետո փոխարինեց Պուխովիկով։ Հիվանդանոցում շոգ էր, և Մորթյա Բաչկոնը ամբողջ միջանցքով տանելը անհարմար էր դարձել։ Մատանիները դեռ կրում էր բոլորը, եղունգները դեռ անթերի էին, բայց նրա արտաքինում ինչ-որ անհասկանալի փոփոխություն էր կատարվում, կարծես դանդաղ թափվում էր, թափում փայլուն կեղևը։ Սա պատահեց 10-րդ օրը, ժամը մոտ 23:00 էր։ Աննան հերթապահ էր և միջանցքով գնում էր շրջայցից հետո, ստուգելու պալատները նախքան փաստաթղթերի մոտ նստելը։ Միջանցքը դատարկ ու հանգիստ էր, հերթապահ լուսավորությունը պատերին նետում էր փափուկ դեղնավուն լույս։ Եվ միայն պատուհանի մոտ ամենավերջում երևում էր ուրվագիծ։ Վիկտորիան կանգնած էր պատուհանագոգին, շրջված դեպի պատուհան, և ուսերը դողում էին։ Նա լաց էր լինում անձայն, բերանը սեղմելով ափով, որպեսզի չարթնացնի Արամիկին հարևան պալատում։ Լաց էր լինում այնպես, ինչպես լաց են լինում մարդիկ, ովքեր սովոր են չցուցադրել թուլություն, ճնշված, կատաղի, խեղդվելով արցունքներով։ Աննան կանգ առավ մի քանի քայլ հեռվում, կանգնեց, հետո մոտեցավ և կանգնեց կողքին,
առանց խոսք ասելու, պարզապես կանգնեց և նայեց մթնշաղ պատուհանին, որի հետևում կայանատեղիում փայլում էին խոնավ մեքենաների տանիքները։ Անցավ 1 րոպե, գուցե 2։ Վիկտորիան սրբեց դեմքը ձեռքի հետևի կողմով, թուշը քսելով այտերին, և խռպոտ ասաց. «Ներողություն, հիմա կգնամ»։ «Գնանք թեյ խմենք», ասաց Աննան։ «Թխվածք ունեմ։ Իրոք, երեկվա է, բայց դեռ ոչինչ»։ Այնտեղ գիշերը ավելի հարմարավետ էր թվում, քան ցերեկը։ Առաստաղի լամպը Աննան չմիացրեց։ Սեղանի լամպը սեղմեց և սենյակը լցվեց փափուկ լույսի շրջանակով։ Բազմոցը շագանակագույն դերմատինով, լրագրային սեղանիկը, թեյնիկը պատուհանագոգին, պատին հերթապահությունների գրաֆիկը և մանկական նկարը, սկոչով սոսնձված, կապույտ փիղ թևերով և կորտառերով գրությամբ «Շնորհակալություն բժիշկ Աննային»։ Աննան լցրեց 2 թեյ, մոտեցրեց Վիկտորիային դղվածքի տուփը և նստեց հակառակ, պտտվող գրասենյակային աթոռին։ Վիկտորյանը 2 ձեռքերով բռնեց բաժակը, պահեց առջևում առանց խմելու։ Շոգը բարձրանում էր դեպի նրա դեմքը, որի վրա դեռ փայլում էին արցունքների հետքերը։ Երկար լռեց։ Աննան չշտապեց։ «Իմ մոտ ամեն ինչ փլուզվեց», վերջապես ասաց Վիկտորյան։ Ձայնը խամրած էր, առանց սովորական ուժգնության։ «Ընդհանրապես ամեն ինչ, ոչ միայն Արամիկը, թեև Արամիկը իհարկե ամենակարևորն է»։ Նա կուլ տվեց։ «Իմ ամուսինը Կարենը 6 ամիս առաջ հեռացավ»։ Նա լռեց, խմեց թեյը, դրեց բաժակը։ «Նա շինարար է, խոշոր։ Նրա ընկերությունն է, օբյեկտներ, փոխեր։ Մենք ապրում էինք, լավ էինք ապրում։ Տուն քաղաքից դուրս, 2 մեքենա, արձակուրդը տարեկան 3 անգամ։ Ես ինստիտուտից հետո ոչ մի օր չեմ աշխատել, ամուսնացել եմ 22 տարեկանում։ Եվ Կարենը ասաց. «Ինչի համար է քեզ աշխատանքը, ես ամեն ինչ կապահովեմ»։ Եվ ես համաձայնվեցի։ Ինձ թվում էր սա է երջանկությունը։ Ամուսինը վաստակում է, ես կին եմ, մայր, տանտիրուհի։ Նա խոսում էր ընդմիջումներով, բառերը գցելով ջրի մեջ, ինչպես քարեր։ 6 ամիս առաջ նա հեռացավ իր օգնականի մոտ։ 25 տարեկան, երկար ոտքեր, ականջից ականջ ժպիտ։ Ես իմացա վերջինը, ինչպես միշտ է լինում։ Հարևանուհին տեսել էր նրանց միասին, հետո ընկերուհին։ Հետո ես ինքս գտա նրա հեռախոսի նամակագրությունը։ Երբ ասացի նրան, նա նույնիսկ չփորձեց հերքել, ասաց ինչ է դա, ինձ նրա հետ ավելի լավ է։ Աննան լսում էր լուռ, առանց ընդհատելու։ Թխվածքը անհպում էր մնացել, բայց դա դեռ ամենը չէ։ Նա պարզապես չհեռացավ, նա պատրաստվում էր։ Մի քանի ամիս առաջ բիզնեսը փոխանցել էր քեղծ ընկերությունների։ Բնակարանը, որը մեր երկուսիս անունով էր, վերագրել էր իր մորը։ Հաշիվները արգելափակել կամ դատարկել էր։ Արտաքին տունը, որտեղ ապրում էինք, գրանցված էր նրա ընկերության վրա։ Ֆորմալ առումով ինձ մոտ ոչինչ չկա։ Ոչինչ, հասկանում եք։ Նա նայեց Աննային։ 13 տարվա ամուսնություն և ինձ մոտ ոչինչ չկա։ Նա բարձրացրեց ձեռքը մատանիներով, պտտեց առջևում։ Ահա սա մորթյաբաճկոնը մեքենայում։ Մեքենան, որը նա դեռ չի հասցրել վերցնել, որովհետև այն իմ անունով է։ Եվ քարտը, որի վրա մնացել էր մի քիչ, հասցրի հանել, մինչ նա չփակեց։ Այդ փողերը կբավարարեն մի քանի ամիս, գուցե 3, եթե խնայողություն անեմ։ Իսկ ալիմենտներ, հանգիստ հարցրեց Աննան։ Վիկտորյան դառը ժպտաց։ Ինչ ալիմենտներ։ Նա սպառնացել է։ Եթե դիմեմ ամուսնալուծության կամ ալիմենտների համար, կվերցնի Արամիկին։ Նրա մոտ փաստաբաններ կան, կապեր։ Ասաց. «Իմ մոտ կլինեն լավագույն իրավաբանները, իսկ քո մոտ ոչինչ։ Ես կապացուցեմ, որ դու չես կարողանա պահել երեխային, և դատարանը կտա նրան ինձ»։ Ես հավատացի։ Իրոք չեմ կարող պահել նրան։ Իմ մոտ աշխատանք չկա, մասնագիտություն չկա, փորձ չկա։ Ես 13 տարի ամուսնու կին եմ եղել, և հիմա ես ոչ ոք եմ։ Նա լռեց, խմեց թեյը։ Բաժակը խփեց սեղանիկին։ Գիտեք, թե ինչու եմ Արամիկին բերել այստեղ, ոչ թե մասնավոր կլինիկա։ Որովհետև մասնավորի համար այլևս փող չունեմ։ Վերջին անգամ, երբ նա անգինա ուներ, կանչեցի մասնավոր բժիշկ, որովհետև դեռ կարող էի թույլ տալ ինձ։ Հենց այդ բժիշկն էլ հակաբիոտիկ չնշանակեց։ Ասաց սփրեյը կօգնի։ Եվ ես լսեցի, որովհետև սովոր էի վստահել նրանց, ում լավ ես վճարում։ Նա հանկարծ կարճ, չոր, անուշադիր ծիծաղեց։ Հետո եկա այստեղ, ժամը 3-ին, ձեր պետական հիվանդանոց, և վարվեցի այնպես, կարծես դեռ Մկրտչյանի կինն եմ։ Գոռում էի, պահանջում վարիչին, ձեզ անվանում պրակտիկանտուհի։ Որովհետև եթե դադար էի գոռալ ու պահանջել, ստիպված կլինեի ընդունել, որ ամեն ինչ ավարտվել է, որ ես սովորական կին եմ առանց փողի, առանց աշխատանքի, առանց ամուսնու, հիվանդ երեխայով,
Եվ ավելի հեշտ էր գոռալ ձեզ վրա, քան ընդունել դա։ Աննան մի որոշ ժամանակ լռեց։ Պատի հետևում հազիվ լսելի կորում էին ջերուցման խողովակները, եւ ինչ որ հեռու բաժանմունքում բուժքույրը անշնչորեն գցեց գդալը։ Արամիկը կբուժվի, ասաց Աննան, պարզապես առանց ճնշման։ Բուժումը գործում է, դինամիկան լավ է։ Մի քանի շաբաթ հետո դուրս կգրենք նրան, հետո վերականգնում, դիտարկում, բայց ամենասարսափելին արդեն անցել է։ Վիկտորիան գլխով արեց առանց աչքերը բարձրացնելու։ Մնացածն էլ լուծելի է, շարունակեց Աննան, մեկը մյուսի հետևից, ոչ ամեն ինչ միանգամից։ Հեշտ է ձեզ ասել։ Դուրս թռավ Վիկտորիայի մոտից եւ անմիջապես կտրվեց։ Նայեց Աննային, կնճռոտ խալաթին, աչքերի տակի մուգ շրջանակներին, մատանիներից զուրկ դաստակներին, մաշված ներբաններով կրունկներին։ Թեև հավանաբար դուք գիտեք, թե ինչ է նշանակում լուծել մեկը մյուսի հետևից։ Աննան թեթևակի ժպտաց։ Գիտեմ, հավատացեք, գիտեմ։ Այդ գիշեր նրանք այլևս չխոսեցին խնդիրների մասին։ Աննան պատմեց, թե ինչպես մի անգամ հերթապահել է 3 օր անընդմեջ եւ քնել է հենց այստեղ այնքան ամուր, որ առավոտյան մաքրողուհին ծածկել է նրան վերմակով եւ մաքրել է շուրջը, չհամարձակվելով արթնացնել։ Վիկտորիան երկար ժամանակ առաջին անգամ ծիծաղեց, ոչ դառը, այլ իսկապես։ Հետո գնաց պալատ, Արամիկի մոտ։ Աննան մնաց, խմեց իր թեյը, նայեց ժամացույցին, ժամը 00:30 եւ բացեց տետրը հոդվածով, բայց գրելու փոխարեն մի քանի րոպե պարզապես նստած նայում էր պատին, որտեղ թևավոր կապույտ փիղը թռչում էր վերև, նկարի սահմաններից դուրս։ Երրորդ շաբաթը բերեց լավ նորությունները։ Արամիկի անալիզները բարելավվեցին, բորբոքային մարկերները ընկնում էին։ EKG-ն ցույց էր տալիս դրական դինամիկա։ Կարդիոլոգը հերթական զննման ժամանակ առաջին անգամ ասաց. «Լավ է, շատ լավ»։ Արամիկը կենթանացավ, խնդրում էր խաղալ, վազել, բողոքում էր, որ ձանձրանում է պառկած մնալուց։ Աննան թույլ տվեց նրան վեր կենալ եւ քայլել պալատում, բայց վազելը արգելեց։ Եվ Արամիկը միջանցքով քայլում էր հանգիստ, ինչպես փոքրիկ ծերուկ, մորը ձեռքից բռնած։ Մի առավոտ Աննան մտավ պալատ եւ տեսավ Վիկտորիային տարօրինակ զբաղմունքով։ Նա նստած էր մահճակալին հեռախոսով եւ թերթում էր ինչ-որ կայք, այնպիսի կենտրոնացած դեմքով, ինչպես նախկինում, հավանաբար ընտրում էր զգեստ ինտերնետ խանութներում։ «Ինչ եք կարդում», հարցրեց Աննան, լսելով Արամիկի սիրտը ստետոսկոպով։ «Սոցիալականի կայքը», պատասխանեց Վիկտորիան, եւ նրա ձայնում միաժամանակ կար եւ գրգռվածություն, եւ տարօրինակ հպարտություն։ Փորձում եմ հասկանալ, թե ինչ փաստաթղթեր են պետք քվոտաների ձևակերպման համար։ Այնտեղ գրված է այնպես, կարծես հատուկ ուզում են, որ ոչ ոք ոչինչ չհասկանա։ Աննան ժպտաց, հանեց ստետոսկոպը պարանոցից։ «Թող օգնեմ, ես այդ քվոտաները բազմիցս եմ ձևակերպել։ Արամիկին պատկանում է դաշնային քվոտա երեխաների համար, կարդիոլոգիական բարդություններով, այն ծածկի վերականգնումը եւ հետագա դիտարկումը։ Փաստաթղթերի փաթեթ է պետք, հիմա կգրեմ ցանկը»։ Նա վերցրեց թուղթ սեղանիկից եւ սկսեց գրել արագ, ընթեռնելի, համարակալելով կետերը։ Վիկտորիան նայում էր այդ ցանկին ինչպես անծանոթ տարածքի քարտեզի։ «Եվ դրա հետ պետք է գնալ»։ «Այո, այնտեղ կա պատուհան, որտեղ ընդունում ենք քվոտաների փաստաթղթերը։ Հերթը սովորաբար փոքր է, եթե գալիս ես բացվելուն պես»։ Վիկտորիան գլխով արեց։ Հաջորդ օրը նա վեր կացավ առավոտյան ժամը 6-ին, թողեց Արամիկին բուժքույրի մոտ եւ գնաց։ Վերադարձավ ճաշի ժամին, զայրացած, հոգնած այտերին կարմիր բծերով։ 3 ժամ, ասաց նա Աննային, հանդիպելով միջանցքում։ Եվ 3 ժամ հերթում, սկզբում մեկ պատուհան, հետո մյուսը, հետո պարզվեց պետք է եւս մեկ տեղեկանք, եւ ես գնացի պոլիկլինիկա, այնտեղ էլ հերթ։ Հետո վերադարձա, բայց ամեն ինչ հանձնեցի, ամեն ինչ ընդունեցին։ Նրա ձայնում հնչում էր ինչ-որ նոր բան, ոչ թե փչացած կնոջ գրգռվածություն, այլ հոգնած բավարարացվածություն, մարդու, ով կյանքում առաջին անգամ անցել է բյուրոկրատական քվեսթը եւ չի հանձնվել։ Նա թարթեց աչքերը, շրջվեց եւ արագ գնաց պալատ։ Հաջորդ օրը Աննան մոտեցավ Վիկտորիային երեկոյան շրջայցից հետո։ Ձեռքում փոքրիկ թերթիկ էր, սովորական ստիկեր, որի վրա գրված էր հեռախոսահամար եւ անուն՝ Մարինա, իրավաբան։ Վիկտորիա սա իմ ընկերուհին է։ Նա աշխատում է կանանց իրավաբանական օգնության կենտրոնում, դժվար կյանքի իրավիճակներում։ Խորհրդատվությունը անվճար է։ Ես չգիտեմ ձեր գործի մանրամասները եւ չեմ միջամտում, բայց եթե ձեզ պետք է իրավաբանական օգնություն, պարզապես զանգեք եւ խոսեք։ Ոչ մի բան չի պարտադրում ձեզ։ Վիկտորիան վերցրեց թիկերը, պտտեց մատներով, նայեց Աննային երկար, ուսումնասիրող հայացքով, կարծես փնտրում էր խաբեություն։ Չգտավ։ Շնորհակալություն, ասաց նա, դրեց թիկերը գրպանը։ Զանգեց նա 2 օր հետո։
Կանգնած էր միջանցքում պատուհանի մոտ, նույն տեղում, որտեղ լաց էր լինում, եւ 40 րոպե խոսում Մարինայի հետ։ Աննա 2 անգամ անցավ կողքով եւ 2 անգամ լսեց կտորներ, բայց նա ասաց, որ կվրցնի երեխային։ 13 տարվա ամուսնություն եւ ոչինչ իմանունով։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչից սկսել։ Երեկոյան Վիկտորիան գտավ Աննային։ Աչքերը փայլում էին, բայց ոչ արցունքներից, այլ ինչ-որ նոր, անծանոթ արտահայտությունից։ Ոչ դեռ հույս, բայց ինչ-որ բան դրա կողքին։ Մարինան ասաց, որ օրենքով ես իրավունք ունեմ ամուսնության ընթացքում ձեռք բերված ամեն ինչի կեսին, որ գույքի վերագրանցումը կարելի է վիճարկել դատարանում, որ ալիմենտները նշանակվում են անկախ նրանից, դիմում եմ ամուսնալուծության թե ոչ, եւ որ նրա սպառնալիքը երեխային վերցնելու մասին սուտ է, մաքուր սուտ։ Նա ոչ մի անգամ դատարան չի դիմել խնամակալության համար եւ չի դիմի, որովհետեւ երեխան իրեն պետք չէ։ Նրան պետք է, որ ես լռեմ եւ չդիպչեմ նրա փողերին։ Եվ ինչ որոշեցիք, հարցրեց Աննան։ Որոշեցի չլռել, պատասխանեց Վիկտորիան։ Եվ առաջին անգամ այն ամբողջ ժամանակվա ընթացքում, որ Աննան ճանաչում էր նրան, նրա ձայնում ոչ ագրեսիա կար, ոչ հիստերիա, ոչ չչոց, այլ միայն հանգիստ, պարզ վճռականություն։ Ամուսնալուծության գործընթացը սկսվեց ամսվա վերջին։ Մարինան ձևակերպեց փաստաթղթերը, գտավ փաստաբանն, ով մասնագիտացած էր ընտանեկան գործերում եւ գույքի բաժանման մեջ։ Վիկտորիան ստորագրեց թղթերը Արամիկի պալատում, սեղանիկի մոտ, որտեղ կար սառած թեյ եւ գրքույկ կպչումներով։ Աննան չհարցրեց մանրամասներ, չմիջամտեց, խորհուրդներ չտվեց, քարոզներ չկարդաց։ Նա պարզապես կողքին էր։ Մտնում էր պալատ, խոսում Արամիկի հետ, ստուգում նշանակումները։ Երբեմն մնում էր 5 րոպե խոսելու Վիկտորիայի հետ ինչ-որ սովորական բանի մասին, եղանակի, Արամիկի նոր գրքույկի, այն մասին, որ հիվանդանոցի ճաշարանում այսօր անսպասելիորեն լավ կոտլետներ էին։ Սովորական խոսակցություններ սովորական մարդկանց, առանց պաթոսի, առանց խղճահարության, առանց բարոյախոսության։ Եվ Վիկտորիան կյանքում առաջին անգամ տեսավ մարդու, ով վերաբերվում էր իրեն պարզապես նորմալ, ոչ որպես մկրտչյանի կնոջ, հարգանքով կամ նախանձով, ոչ որպես լքվածի, կարեկցանքով կամ չարախնդությամբ, պարզապես որպես կնոջ, ում հիմա դժվար է, բայց ով հաղթահարում է։ Երրորդ շաբաթվա վերջին Արամիկն արդեն վազում էր միջանցքով, եւ Աննան դադարեց կանգնեցնել նրան։ Սիրտը վերականգնվում էր, անալիզները լավ էին եւ տղային պետք էր շարժվել։ Նա ընկերացավ հարևան պալատի աղջկա, 6-ամյա Տաթևիկի հետ, ով պառկած էր բրոնխիտով։ Եվ նրանք միասին նկարում էին միջանցքի հատակին գունավոր մատիտներով, որոնք Վիկտորիան գնել էր հիվանդանոցի մուտքի մոտ կրպակում։ Ոչ թանկ խանութում, ոչ նկարչի հավաքածու, խելահեղ գումարով սովորական մատիտներ 300 դրամով։ Եվ Արամիկը երջանիկ էր։ Վիկտորիան նստած էր միջանցքի նստարանին, նայում էր, թե ինչպես է իր որդին սողում լինոլեումի վրա մատիտներով եւ մտածում էր, որ 3 շաբաթ առաջ նա մտել էր այս հիվանդանոց մորթյա բաճկոնով եւ գոռալով. «Գիտեք, ով է իմ ամուսինը»։ Իսկ հիմա նստած է այստեղ ջինսերով եւ սվիտերով, եւ իր որդին նկարում է հատակին օտար աղջկա կողքին, եւ իրեն ամոթ չէ։ Ոչ լինոլեումի համար, ոչ պետական հիվանդանոցի, ոչ 300 դրամանոց մատիտների։ Ամոթ էր նրան ուրիշ բանի համար, այն կնոջ համար մորթյա բաճկոնով, ով կանգնած էր ընդունարանում եւ գոռում էր 28-ամյա բժշկուհու վրա, ով փրկում էր իր երեխայի կյանքը։ Դուրս գրումը նշանակեց ուրբաթ։ Կարդիոլոգը նայեց վերջին ԵԿԳ-ն, համեմատեց առաջին գիշերայինի հետ, երբ Արամիկին հենց նոր բերել էին, եւ ասաց, որ դինամիկան գերեզանց է։ Բորբոքումն անցել էր, ցուցանիշները նորմալ էին, սրտի փականները չվնասված, բայց խիստ զգուշացրեց։ Կարդիոլոգի դիտարկումը ամսական 1 անգամ, առնվազն 1 տարի։ Ոչ մի բաց թողում, ոչ մի։ Մեզ արդեն ավելի լավ է, ինչու գալ։ Վիկտորիան գլխով արեց, գրառումներ արեց հեռախոսում, եւ նրա կենտրոնացվածությունից երևում էր, որ այս անգամ նա ոչ մի ընդունելություն չի բաց թողնի։ Արամիկը վազում էր պալատով, հավաքելով իր գանձերը, գրքույկները, մատիտները, պլաստիլինե կատվին, որին Տաթևի հետ միասին էր քանդակել հարևան պալատից։ Նա ամբողջովին առողջ տեսք ուներ, 4 տարեկան տղա։ Դժվար էր հավատալ, որ 3 շաբաթ առաջ նրան գիշերը բերել էին այստեղ, 40-ի տակ ջերմաստիճանով եւ սրտի վտանգով։ Վիկտորիան լուր հավաքում էր իրերը։
Շարժումները դանդաղ էին, մտածկոտ, մի քանի անգամ կանգ էր առնում, նայում պատուհանին։ Այնտեղ մարդը սկսել էր իր գործը, տանիքից կաթում էր և ճնճղուկները աղմկում էին պատուհանագոգին։ Դուրս գրումից առաջ նա գնաց Աննային փնտրելու, գտավ օրդինատորիայում։ Նա նստած էր սեղանի մոտ և գրում էր դուրս գրելու էպիկրիզը, գծելով գրիչի կափարիչը։ Աննան բարձրացրեց գլուխը։ Վիկտորիան կանգնած էր դրան մոտ առանց մորթյա բաճկոնի, նույն պուխովիկով, որը նորքային փոխարինել էր երկրորդ շաբաթվա ընթացքում։ Մազերը հավաքված պարզ ձիու պոչով, մատանիները տեղում էին, բայց դրանք ավելի քիչ էին դարձել, 2 հատ 5-ի փոխարեն։ «Ինձ պետք է ձեզ ինչ-որ բան ասեմ», սկսեց Վիկտորիան։ Լռեց, ոտքից ոտք փոխեց։ Երևում էր, որ իրեն դժվար է, ոչ ֆիզիկապես, այլ ինչ-որ այլ կերպ, ինչպես մարդու, ով սովոր չէ որոշակի բառեր բարձրաձայն արտասանել։ «Ես այդ գիշեր վատ եմ վարվել, երբ Արամիկին բերեցի, գոռում էի ձեզ վրա, վիրավորում էի, պահանջում էի անվանում պրակտիկանտուհի։ Դուք բուժում էիք իմ որդուն, իսկ ես կանգնած էի և անպարկեշտ խոսում ձեր դեմքին։ Նա կուլ տվեց։ Ինձ ամոթ է, իսկապես ամոթ է։ Ներեցեք ինձ»։ Աննան դրեց գրիչը, նայեց Վիկտորիային հանգիստ, առանց հաղթանակի, առանց ցուցադրական մեծահոգության։ «Դուք վախեցած մայր էիք հիվանդ երեխայով գիշերվա կեսին», ասաց նա։ «Ես հասկանում եմ, ես շատ նման պատմություններ եմ տեսել։ Վախը մարդկանց դարձնում է չար։ Սա նորմալ է»։ «Սա նորմալ չէ», հանգիստ պատասխանեց Վիկտորիան։ «Բայց շնորհակալություն, որ այդպես եք ասում»։ Նրանք լռեցին։ Հետո Վիկտորիան գրպանից հանեց թերթիկը, նույն ստիկերը Մարինայի համարով, մաշված և կնճռոտ, բազմիցս ծալված բացված լինելուց։ «Ահա սա», ցույց տվեց թերթիկը, «դա ոչ պակաս կարևոր էր, քան բուժումը, գուցե ավելի։ Դուք պարտավոր չէիք դա անել»։ «Ես էլ պարտավոր չէի», ժպտաց Աննան։ «Պարզապես մտածեցի, որ կօգնի»։ Վիկտորիան թերթիկը հետ դրեց, գլխով արեց, շրջվեց դեպի դուռը, հետո կանգ առավ։ «Աննա, ես 35 տարեկան եմ, իսկ դուք ինձ բուժել եք և մխիթարել»։ Նրանք հեռացան նույն օրը։ Արամիկը հրաժեշտին գրկեց Աննային պարանոցից, ամուր, մանկական, և ականջին շշնջաց. «Բժիշկ Աննա, դուք կաս մեզ մոտ»։ Աննան ասաց, որ նա կգա իր մոտ ստուգումների։ Արամիկը մտածեց և համաձայնվեց, որ դա էլ վատ չէ։ Մեկ շաբաթ հետո Վիկտորիան ուղարկեց Արամիկի լուսանկարը զբոսայգում, շրջանակի վրա այտերը կարմիր, գլխարկը սահել է մի ականջի վրա։ Լուսանկարի տակ մեկ բառ՝ շնորհակալություն։ Աննան պատասխանեց բութմատով սմայլիկով և գնաց գիշերային հերթապահության։ Անցավ 1 ամիս, հետո ևս մեկը։ Մարտյան ցեխոտությունը փոխվեց ապրիլյան քամու։ Հիվանդանոցի պատուհաններից դուրս ծառերը փքվեցին բողբոջներով։ Աննան աշխատում էր, հերթապահում, վերջապես ավարտեց հոդվածը ամսագրի համար և ուղարկեց։ Ստացավ գրախոսություն դիտողություններով և նստեց վերամշակելու։ Կյանքը ընթանում էր իր չափավոր հիվանդանոցային ռիթմով։ Ապրիլի կեսերին երեկոյան նրա հեռախոսը ծպծփաց Վիկտորիայի հաղորդագրությամբ. «Աննա, կարելի է վաղը գալ։ Ուզում եմ ինչ-որ բան քննարկել, ոչ բժշկական»։ Վիկտորիան եկավ առավոտյան, տեսքը այլ էր, ոչ ավելի լավ, ոչ ավելի վատ, հենց այլ։ Ինչ-որ բան փոխվել էր նրա գլուխը պահելու, շարժվելու ձևում։ Ավելի վաղ յուրաքանչյուր ժեստ հաշվարկված էր հանդիսատեսի համար։ Մազերի շարժում, ուսի շրջանաձև, ժպիտ հանրությանը։ Հիմա նա շարժվում էր ավելի պարզ, բնական, ինչպես մարդ, ում պետք չէ տպավորություն թողնել։ «Ես ուզում եմ գալ այստեղ», ասաց նա նստած թեյի բաժակով։ Ոչ որպես հիվանդ, այլ որպես կամավոր։ Աննան բարձրացրեց հոնքերը։ «Ինչ իմաստով։ Երեխաների մոտ»։ «Այո»։ «Հիշում ես Արամիկի կողքին պալատում հետո պարկած էր տղան, Կորյունը, 7 տարեկան, թոքերի բորբոքում, մանկատնից։ Նրա մոտ ոչ ոք չեկավ 2 շաբաթվա ընթացքում, ոչ մեկ այցելու։ Ես այն ժամանակ Արամիկի համար հյութ ու գրքույկ գնեցի և երկրորդը վերցրի նրա համար։ Պարզապես այդպես, որովհետև անհարմար էր լիքը ձեռքերով անցնել կողքով։ Նա պտտեց բաժակը ափերում։ Նա այնպես նայեց ինձ, Աննա, կարծես ես նրան երկնքից լուսին բերեի, իսկ դա 150 դրամանոց հյութ էր և դինոզավրերով գրքույկ։ Հետո ես եկա ևս մեկ անգամ բարձրաձայն կարդացի նրան։ Նա այնպես էր լսում, որ ես ինքս գրեթե լաց եղա։ Եվ դու ուզում ես դա անել կանոնավոր։ Շաբաթը 2 անգամ։ Ես պարզեցի, որ կան կամավորական ծրագրեր հիվանդանոցներում, բայց ինձ պետք է անցագիր և ինչ-որ մեկի թույլտվություն։ Աննան գլխով արեց և զանգեց իշխանին։ Վարիչը լսեց և ասաց. «Թող գա, թղթերը կձևակերպեմ,
երեխաներին ձանձրանում են, իսկ դայակները չեն բավարարում։ Վիկտորիան սկսեց գալ երեքշաբթի եւ ուրբաթ օրերին, բերելով մրգեր, գրքույկներ, երբեմն ներկանյութեր եւ ֆլոմաստերներ։ Բարձրաձայն կարդում էր հանգիստ, համբերատար, արտահայտությամբ։ Գրծեր պալատների փոքրիկները արագ կապվեցին նրա հետ, անվանում էին տիկին Վիկա եւ ուրախ չիչերով էին դիմավորում, երբ նա հայտնվում էր դրան մոտ։ Բուժքույրերը սկզբում զգուշորեն էին վերաբերվում, հիշում էին այն Վիկտորիային, ով հաշվեհաշվով էր անում կաթիլային համակարգի 5 րոպե ուշացման համար, բայց մի քանի շաբաթ հետո հանգստացան։ Ավագ բուժքույրը մի անգամ միջանցքում բռնեց նրան։ Գրքույկները լավն են բերեք, 5-րդ պալատի երեխաները սիրում են կենդանիների մասին։ Վիկտորիան լուրջ գլխով արեց եւ հաջորդ անգամ բերեց ծովային բնակիչների մասին հանրագիտարան։ Միաժամանակ նրա կյանքը փոխվում էր հիվանդանոցի պատերից դուրս։ Ամուսնալուծության գործընթացը դանդաղ էր ընթանում, ծանր, բայց ընթանում էր։ Մարինայի գտած փաստաբանը պարզվեց համար եւ մանրակրկիտ։ Նա մեթոդիկորեն բացահայտում էր կեղծ ընկերությունների շղթան, որոնց միջոցով ամուսինը հանել էր գույքը։ Վիկտորիան գնում էր նիստերի, ստորագրում թղթեր, տալիս ցուցմունքներ։ Ամեն անգամ վերադառնում էր հյուծված, բայց չկոտերված։ Ինչ որ բան նրա մեջ կարծրացել էր այդ ամիսների ընթացքում, ինչպես մետաղը, որ անցել է կրակի միջով եւ ավելի ամուր է դարձել։ Բայց ամենաանսպասելի փոփոխությունը աշխատանքն էր։ Մայիսին Վիկտորիան աշխատանքի անցավ գեղեցկության սրահում մենեջեր։ Ոչ էլիտար, որտեղ ինքը նախկինում հաճախորդ էր գնում, այլ սովորական, շրջանային, տանից 5 րոպե հեռավորության վրա։ Սրահի տիրուհին Նարինեն ամբողջական էներգիայով լիքին կարմրավուն ներկված մազերով ընդունեց նրան կարճ հարցազրույցից հետո։ Վիկտորիայի մոտ փորձ չկար, բայց Նարինեն ասաց. «Կսովորես։ Գլխավորն է մարդկանց հետ խոսել իմանալ, իսկ դու տեսնում եմ գիտես»։ Վիկտորիան սովորեց, գրանցում էր հաճախորդներին, պատասխանում զանգերին, վարում ծախսվող նյութերի հաշվառումը, լուծում վարպետների միջև կոնֆլիկտները։ Աշխատավարձը տասնյակ անգամ ավելի քիչ էր, քան նա սովոր էր ծախսել մեկ ռեստորանային այցելության վրա։ Բայց երբ նա ստացավ առաջին աշխատավարձը կանխիկ, ծրարով եւ հաշվեց թղթադրամները սրահի կողքին գտնվող սրճարանում, ինչ-որ բան պատահեց։ «Գիտես, տարօրինակ է», ասաց նա Աննային, երբ հաջորդ օրը հանդիպեցին հիվանդանոցում։ «Ինձ դուր է գալիս, իսկապես դուր է գալիս»։ Ամուսինս միշտ ասում էր, որ աշխատանքը նրանց համար է, ովքեր չեն կարող թույլ տալ չաշխատել։ Իսկ պարզվեց դա ընդհանրապես այլ բանի մասին է։ Դա այն մասին է, որ դու ինչ-որ բան կարող ես։ Ինքդ, քո ձեռքերով։ Աննան լսում էր, խառնելով թեյը, առանց մեկնաբանելու, առանց հիանալու, առանց ասելու «Ես գիտեի, որ դու կհաղթահարես»։ Պարզապես լսում էր։ Եվ Վիկտորիան այդ լռությունը գնահատում էր ցանկացած բառից ավելի։ Նրանց հարաբերությունները այդ ժամանակվանից դարձել էին ինչ-որ բան, որ երկուսն էլ չէին շտապում բարձրաձայն անվանել։ Ոչ ընկերուհիներ, որոնք միասին խանութներ են գնում եւ քննարկում սերիալներ, ոչ գործընկերներ, կապված ընդհանուր գործով։ Ինչ-որ այլ բան, հանգիստ, հարթ, հիմնված ոչ ընդհանուր հետաքրքրությունների, այլ հազվագյուտ փոխադարձ հարգանքի վրա, որ առաջանում է մարդկանց միջև, երբ տեսնում են միմյանց լիակատար անպաշտպանության պահին։ Վիկտորիան տեսել էր Աննային ժամը 3-ին, կնճռոտ խալաթով, հոգնած եւ լուրջ, փրկելիս օտար երեխային։ Աննան տեսել էր Վիկտորիային, լաց լինելիս միջանցքում, առանց դիմակի, առանց փայլի, սովորական վախեցած կնոջ։ Այդպիսի բանից հետո արդեն անհնար է միմյանց առջև ձևացնել, եւ պետք էլ չէ։ Վիկտորիան դադարեց գրել բոլոր մատանիները, թողեց մեկը, բարակ, արցաթյա, որ գնել էր ինքը առաջին աշխատավարձով։ Աննան նկատեց, բայց ոչինչ չասաց։ Որոշ բաներ բառերի կարիք չունեն։ Աննայի մոտ անձնական կյանք չկար ոչ թե դրամատիկ պատճառով, այլ պարզապես ժամանակ չէր բավարարում։ Հերթապահություններ, հիվանդներ, հոդվածներ, խորհրդատվություններ։ Վերջին հարաբերությունները ավարտվել էին 2 տարի առաջ։ Տղան անունը Սեյրան էր։ Աշխատում էր ինժեներ նախագծային ընկերությունում։ Առաջին կես տարին ամեն ինչ լավ էր, կինո հանգստյան օրերին, զբոսանքներ, ընթրիքներ։ Հետո սկսվեցին հերթապահությունները, երբ Աննան չեղարկում էր հանդիպումները նշանակված ժամից 1 ժամ առաջ, որովհետև բերել էին ծանր երեխա։ Հետո գիշերային հերթափոխ, որոնցից հետո նա քնում էր ամբողջ օրը, հետո կոնֆերանս, հետո գործուղում, հետո կրկին հերթապահություն։ Սեյրանը դիմացավ 1 տարի եւ հեռացավ առանց սկանդալի։ Պարզապես ասաց. «Աննա, ես քեզ պետք չեմ։ Քեզ պետք է մեկը, ով նույնպես գիշերները չի քնում»։ Նա չվիճեց, վիրավորական էր, բայց ոչ ցավոտ, եւ դա
Հավանաբար շատ բաներ ասում։ Այդ ժամանակվանից նրա մոտ միայն աշխատանք էր, գիտություն և կատու, հաստ կարմրավուն ավազակը, ով դիմավորում էր նրան հերթապահություններից հետո պահանջկոտ միաով և դեմոնստրատիվ շրջված ամանով։ Մայիսին Վիկտորիան զանգեց և ասաց, որ Արամիկի ծննդյան օրն է կազմակերպում։ 5 տարեկանը լուրջ տարեդարձ է։ Ոչինչ մեծաշուկ, պարզապես տանը։ Տորտ, փուչիկներ, մի քանի երեխա մանկապարտեզից, ասաց նա։ Արամիկն ամեն օր հարցնում է բժիշկ Աննայի մասին։ Եվ դեռ այնտեղ կլինի Դավիթը, իմ փաստաբանը։ Նա կգա աղջիկա հետ, նա 6 տարեկան է, լավ մարդ է, մտածեցի արժե ծանոթանալ։ Վիկա, ասաց Աննան կասկածով ձայնում, դու ինձ ամուսնացնում ես։ Ես քեզ հրավիրում եմ ծննդյան օրվա, անմեղ պատասխանեց Վիկտորիան։ Մնացածը պատահականություն է։ Աննան եկավ հերթապահությունից հետո ջինսերով և սվիտերով, Արամիկի համար նվերով, երիտասարդ կենսաբանի հավաքածու միկրոսկոպով։ Վիկտորիայի բնակարանը պարզվեց փոքր, 2 սենյականոց, 3-րդ հարկում, վարձով, ոչ այն արտաքին մեծ տունը, որտեղ նա ապրում էր ամուսնու հետ, բայց մաքուր, լուսավոր, սառնարանի վրա մանկական նկարներով։ Խոհանոցում վանիլի հոտ էր գալիս։ Վիկտորիան ինքը թխել էր տորթը, կոր, աչքի տակ սառույցի հոսքերով, բայց 5 մոմով և գրությամբ, Արամիկ 5, շոկոլադե տառերով։ Արամիկը վազեց դեպի Աննան, գրկեց ոտքերից և քաշեց ցույց տալու իր սենյակը։ Այնտեղ հատակին մեքենաներ էին, սեղանին կոնստրուկտոր և հիվանդանոցից այն պլաստիլին է կատուն, պատվավոր տեղում, տարակի վրա։ Դավիթը եկավ մի փոքր ուշ, բարձրահասակ, նիհար ակնոցով, 6-ամյա Սոնայի հետ, ով թաքնվում էր նրա ոտքի հետևում և մի աչքով դուրս էր նայում։ Նա 32 տարեկան էր, բայց ավելի մեծ էր թվում, գուցե ժամանակից շուտ մոխրագույն մազերից ժամանակավորներին, գուցե պահվածքի ջևից, հանգիստ, մի փոքր հեռավոր, ինչպես մարդու, ով սովոր է լսել օտարների խնդիրները և չընդունել դրանք շատ մոտ սրտին։ Ամուսնալուծված էր, աղջիկան մեծացնում էր ինքը, նախկին կինը 3 տարի առաջ մեկնել էր աշխատելու մեկ այլ քաղաք և այդ ժամանակվանից հազվադեպ էր հայտնվում տոներին և արձակուրդներին։ Նա սեղմեց Աննայի ձեռքը, ասաց. Դավիթ, Վիկտորիան ձեզ մասին պատմել է։ Շնորհակալություն Արամիկի համար։ Ես տեսել եմ փաստաթղթերը, երբ պատրաստում էի գործը և հասկացել, թե որքան լուրջ էր ամեն ինչ։ Աննա, պատասխանեց նա։ Եվ դույով, եթե կարելի է, որովհետև Վիկան միակն է դույով, անհավասարակշռություն է ստացվում։ Նա կարճ շպտաց, միայն շուրթերի անկյուններով։ Ոչ մի կայծակ չփայլեց, ոչ մի սառած սիրտ և հանկարծակի բռնկում։ Պարզապես 2 հոգնած չափահաս մարդիկ սեղմեցին միմյանց ձեռքերը մանկական տոնակատարության ժամանակ։ Բայց հետո Աննան նստեց հատակին, Արամիկի և Սոնայի կողքին, ովքեր նայում էին միկրոսկոպին, և սկսեց բացատրել, թե ինչպես է այն աշխատում։ Սոնան դադարեց թաքնվել հոր հետևում և մոտեցավ։ Արամիկը ձգում էր ձեռքերը և գոռում. Իմ հերթն է։ Աննան հանգիստ և ուրախությամբ կարգավորում էր հերթը, և Դավիթը դիտում էր դա հենված դռան կողմին թեյի բաժակով։ Վիկտորիան, ով խոհանոցում կտրում էր տորթը, նայեց, տեսավ այդ պատկերը և վերադարձավ տորթին, շատ գոհ դեմքով։ Երեկոյան, երբ երեխաները կերան տորթը և քնեցին բազմոցին գրկախառնված, Արամիկը, Սոնան և Արջուկը մեծերը նստած էին խոհանոցում։ Վիկտորիան պատմում էր, թե ինչպես աշխատանքում հաճախորդուհին սկանդալ էր կազմակերպել եղունգների գույնի պատճառով, և ինչպես ինքը, Վիկտորիան, ով կես տարի առաջ նման սկանդալներ էր կազմակերպում, նայում էր դրան կողքից և մտածում. Աստված իմ, միթե ես էլ այդպիսին էի։ Ավելի վատ, ազնվորեն ասաց Աննան, դու ավելի վատ էիր։ Դու գոռում էիր ժամը 3-ին բժշկի վրա, ով բուժում էր քո երեխային։ Շնորհակալություն, որ հիշեցրիր, ծիծաղեց Վիկտորիան։ Դավիթը լսում էր, հայացքը տեղափոխում էր մեկից մյուսին, հետո հանգիստ ասաց. Իմ պրակտիկայում շատ ամուսնալուծություններ կան։ Մարդիկ, ովքեր անցնում են դրա միջով, սովորաբար ավելի չար են դառնում, իսկ դուք, Վիկտորիա, կարծես ավելի մեղմ եք դարձել։ Սա հազվադեպ է։ Վիկտորիան նայեց Աննային. Սա իմ արժանիքը չէ, պարզապես բախտս բերեց բժշկի հետ։ Գնացին միասին, Դավիթը ձեռքերում գրում էր քնած Սոնային։ Աննան գնում էր կողքին, կոճակելով բաճկոնը։ Փողոցում տաք էր,
Տաների հետևում ինչ-որտեղ հոտ էր գալիս յասամանից։ Այն արդեն ծաղկել էր, թեև մայիսի համար վաղ էր։ «Քեզ տանեմ», հարցրեց Դավիթը, գլխով ցույց տալով մեքենան։ «Երեք կանգառ է ավտոբուսով»։ «Պետք չէ, շնորհակալություն»։ «Այդ դեպքում գոնե մինչև կանգառը»։ Գնացին լուռ։ Սոնան նրա ուսին էր, ձեռքը կախված։ Աննան նայում էր դրան և մտածում ինչ-որ իր բանի մասին։ «Լսիր», ասաց Դավիթը, երբ ավտոբուսը մոտեցավ։ Սոնայի մոտ ինչ-որ բան կա կոկորդում։ Ջերմություն չկա, բայց երբեմն բողոքում է։ Կցուցադրեի բժշկին, բայց լավ մասնագետի մոտ գրանցումը 1 ամիս է։ «Կարելի է քեզ մոտ գալ, պարզապես խորհուրդ հարցնել»։ «Իհարկե», ասաց Աննան, «գրիր»։ Նա եկավ 2 օր հետո։ Աննան մանրամասն պատասխանեց, ինչ ախտանիշներ ստուգել, ինչ գնել դեղատանը, երբ անպայման գնալ բժշկի մոտ։ Նա շնորհակալություն հայտնեց, հետո հարցրեց, թե ինչպես էր հերթապահությունը։ Նա պատմեց տղայի մասին, ով վախենում էր ներարկումներից, և համոզեց նրան հաշվել մինչև 100 յուրաքանչյուրից առաջ։ Եվ նա ազնվորեն հաշվում էր։ Դավիթը ուղարկեց ծիծաղող սմայլիկ և պատմություն այն մասին, թե ինչպես Սոնան մի անգամ դատարանում, որտեղ նա նրան տարել էր, մոտեցավ դատավորին և հարցրեց, թե ինչու է նա այդպիսի տարօրինակ զգեստով։ Աննան ծիծաղում էր, ձեռքը բերանը ծածկելով, որպեսզի չարթնացնի հերթապահ բուժքույրին։ Նամակագրությունը դարձավ ամենօրյա, ոչ ռոմանտիկ, սովորական։ «Ինչպես ես»։ «Ինչ նորություն կա»։ Ինտերնետից զվարճալի նկար։ Երբեմն ինչ-որ լուրջ բան։ Դավիթը պատմում էր բարդ գործի մասին, առանց անուններ տալու, Աննան ծանր հիվանդի մասին։ Նրանք խոսում էին այնպես, ինչպես խոսում են մարդիկ, ովքեր սովոր են մենակ կրել իրենց բեռը և հանկարծ հայտնաբերել, որ կարելի է գոնե մի փոքր կիսվել այն բառերով։ 1 ամիս հետո նրանք կրկին հանդիպեցին։ Դավիթը առաջարկեց երեխաների հետ գնալ զբոսայգի։ Աննան վերցրեց հանգստյան օր։ Զբոսնում էին, Արամիկը և Սոնան առաջ վազեցին դեպի ճոճանակները։ Աննան և Դավիթը գնում էին արահետով, պաղպաղակով։ Խոսում էին անհեթեթ բաների մասին, թեթև և պարզ էր, և Աննան իրեն բռնեց այն մտքի վրա, որ երկար ժամանակ չէր զգացել այդ թեթևությունը մեկ ուրիշ մարդու կողքին։ Նա չէր փորձում տպավորություն թողնել, չէր պատմում իր հաջողությունների մասին, չէր պարծենում գործերով, պարզապես գնում էր կողքին, տալիս էր անձեռոցիկ, երբ պաղպաղակը հոսում էր։ Եվ ծիծաղում էր, երբ Սոնան ընկավ լճակը, և հայտարարեց, որ դա դիտավորյալ է արել։ Մի առավոտ հունիսի սկզբին Աննան ավարտեց գիշերային հերթապահությունը և դուրս եկավ հիվանդանոցից։ Ժամը մոտ 7 էր։ Քաղաքը դեռ նոր էր արթնանում։ Մաքրողները շարժում էին ցախավելերը մայթերով։ Աղավնիները քայլում էին սիզամարգերով։ Օդը թարմ և մաքուր էր, ինչպես լինում է միայն վաղ ամառային առավոտյան։ Հիվանդանոցի մուտքի առջև նստարանին նստած էր Դավիթը, ձեռքերում 2 թղթե բաժակ սուրճով։ Կողքին նստարանին թղթե տոպրակ հացաբուլկեղենի խանութից։ Աննան կանգ առավ աստիճաններին, թարթեց աչքերը, նայեց նրան, սուրճին, տոպրակին։ «Մտածեցի, հավանաբար չես նախաճաշել», ասաց նա։ Եվ այստեղ կողքին բացվել է հացաբուլկեղենի խանութ։ Այնտեղ առավոտյան կրուասանները տաք են։ Աննան նստեց կողքին, վերցրեց բաժակը։ Սուրճը տաք և ամուր էր, հենց այնպիսին, ինչպիսին նա սիրում էր։ Եվ նա մի պահ մտածեց, որ նա հիշել է դա, իրենց որոշ խոսակցությունից, պատահական հիշատակումից։ Նստած էին լուռ, խմում էին սուրճը, ուտում կրուասանները, թափելով փշուրները ծնկներին։ Նա հարցեր չէր տալիս հերթապահության մասին, չէր հարցնում հոգնած ես թե ոչ, պարզապես նստած էր կողքին, և դա բավարար էր։ Աննայի գրպանում հեռախոսը ծպծպաց, հաղորդագրություն Վիկտորիայից, լուսանկար։ Արամիկը կարդիոլոգի մոտ, սրտի կոնտրոլային ուլտրաձայնային հետազոտության ժամանակ։ Նստած է կուշետկայի վրա, նայում է տեսախցիկին, ժպտում է ամբողջ բերանով և ցույց է տալիս բութմատը։ Լուսանկարի տակ գրություն, ամեն ինչ մաքուր է, սիրտը նորի պես։ Շնորհակալություն քեզ, Աննա։ Աննան դանդաղ խոր ժպտաց, այն ժպտիտով, որը գալիս է ոչ շուրթերին, այլ ինչ որտեղ ներսից։ Պտտեց էկրանը դեպի Դավիթը, նա նայեց լուսանկարին, փայլուն Արամիկին բութմատով և ասաց. «Քո աշխատանքն է»։ Աննան գլխով արեց, մեր ընդհանուր։ Արևը բարձրացավ ավելի բարձր, տաքացրեց նստարանը, և հիվանդանոցի մուտքի մոտ ծաղկե մահճակալում բացվեցին առաջին բողբոջները։ Սպիտակ, մանր, համար ծաղիկներ, որոնք ճեղքել էին ոտնատակ հողը և ձգվում էին դեպի լույսը։
Դավիթը խմեց սուրճը։ Աննան հենվեց նստարանի թիկունքին եւ փակեց աչքերը։ Հերթապահությունն ավարտվել էր։ Առավոտը նոր էր սկսվում։ Շնորհակալություն, որ լսեցիք պատմությունը։ Ձեզ հետ էր կյանքից վերցված ալիքը։ Ներողություն սխալների համար։ Գրեք մեկնաբանություններում, թե ինչ եք մտածում։ Եթե ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք ալիքին։